Տիգրանի որոնումները շարունակվում են, 5-րդ օրն է ոչ մի հետ։ Անձրևը, ջրի հոսքի ուժգնությունը և ցեխը չեն խանգարում փրկարարներին։ Առավոտյան 8-ից նրանք փնտրում են փոքրիկին։ Ջրասուզակները ամեն առավոտ սուզվում են Մարմարիկ գետը և Աղբյուրակի ջրամբարը։ Հավանական, անհավանական բոլոր տեղերը սուզվում ենք, թե քայլելով, թե բալոնով սուզվելով։ Երեխային ամբողջ գետի երկայնքով մենք ման ենք գալի, առանց բացառությունների, առանց ինչ-որ ենթադրությունների, կոնկրետ ման ենք գալի ցանկացած տեղ, որպես ջրասուզակ, որտեղ ջուրը կա, որտեղ հոսքը ուժեղ է, դանդաղ է, ինչ ձև է, բոլոր տեղերը ման ենք գալի, Աստված հրաշքելին մենք երեխուն գետից չանենք, հրաշքելին երեխան ողջ առողջ լինի։ Գետը վարար է, ջրամբարը լուռ։ Մասնագետներն ասում են, եթե երեխան գետն է ընկել, ուրեմն վերջնակետը Աղբյուրակի ջրամբարն է լինելու։ Տարածված լուրերը, թե պատրաստվում են կանգնեցնել գետի հունը, չի համապատասխանում իրականությանը։ Գետն այնքան վարար է, որ այն կանգնեցնել հնարավոր չէ։ Փորձից ելնելով, եթե ընկել է երեխան ջուրը, ստեղից են հանում։ Ինքը արդեն շատ չի տանում, էլի։ Դեռ ոչ մի իրական հետք երեխայից չի գտնվել։ Փրկարարները պատմում են, հենց գտնում են մանկական որևէ իր, հարցնում են ծնողներին, թե արդյոք Տիգրանին չի պատկանում։ Ոչինչ չկա։ Ցանկացած ինչ էլ հայտնաբերում ենք, երեխայի կոշիկ, դե գիտեք, աղբը շատ է։ Երեխայի կոշիկ կլինի, ինչ-որ մի բան, մի անգամից ուղարկում ենք ծնողին, մի քանի բան գտել ենք, դա չի եղել։ Ամեն ցանկացած չնչի մի բան, որը երեխայի հետ կապված է, հանում ենք, նկարում ցույց ենք, ուղարկում ենք, տեսնում են, տանում ցույց ենք տալիս։ Ոստիկանությունն ուսումնասիրում է բոլոր վարկածները։ Հարցաքնվել են տասնյակ մարդիկ, ստուգվել են մեքենաներ, ընտանիքի ծանոթներն ու անծանոթները։ Ոչ մի հետքեր ներկա պահին չունենք, բոլոր վարկածները ստուգվում են մեր կողմից, ոստիկանության ծառայողների կողմից իրականացվել են աշխատանքներ շուրջ 5 տասնյակ անձանց հարցաքննել են, շուրջ 2 տասնյակ ավտոմեքենաներ են կանգնեցրել, ստուգել։ Ոչ մեկին դեռ չի հաջողվում տալ գլխավոր հարցի պատասխանը, որտեղ է Տիգրանը։